Ողջույն բոլորին, նշեմ, մինչև նայեք, ժամերը փոխվում են և լինելու են արդեն Հայաստանի ժամանակով ժամը 5-ին, եթե ապրում եք մեկ այլ երկրում, ապա վերածեք այդ ժամը իհարկե ձեր մոտ եղած ժամին։ Իսկ արդեն շաբաթվանը, ճիշտ է այս ալիքում չի լինում շաբաթվանը, բայց հնարավոր է, պետք չի բացառել, կլինի նաև արդեն ավելի ուշ, մոտ 3-4 ժամ հետո, օրինակ ժամը 9-ին, 10-ին այդպես, կարող է լինել 9-ին ավելի շատ։ Եվ տեսանյութերը նաև կլինեն և TikTok-ում, և Facebook-ում, այնպես որ դե ցանկություն ունեք, կարող եք այնտեղ նաև գրանցվել։ Իսկ ովքեր որ այդտեղից են նայում, կարող եք նաև գրանցվել YouTube-ին։ Ահա, այսքանը և տեսնենք, թե ինչ է սպասվում YouTube-ում վերնագրի տակ իմ բոլոր ալիքների հղումները կան։ Եթե կհետաքրքրի մեկ այլ թեմա, թվայգիտություն և այլն։ Ահա, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը, սա տարվա ծնվածների համար է միայն, մոռացա նշեմ, նայում ենք հուլիսի 11-ի համար և միայն տարվա ծնվածների համար։ Ամսվա ծնվածները մի փոխեք, այնտեղ ես տեսնում եմ անդադ գրում են, որ այս կամ այն կենդանակերպի նշանն է, որը նայենք։ Ոչ ոք, նայեք, թե ինչի, որ կենդանակերպի տարում եք ծնվել։ Հիմա օրինակ մենք չէ, գտնվում ենք օրինակ այս կամ այն տարում, ձյու տարում ենք հիմա գտնվում եւ այլն։ Դուք եւս պետք է դա նայեք։ Ահա։ Տեսնենք ինչ է սպասվում առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 11-ին։ Այդ օրը ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, ոմանք փաստաթղթերը կդասավորեն, կարգի կբերեն, գուցե որ երկուշաբթի տանեք ինչ-որ միտեղ կամ քսերոքս կանեք օրինակ, ցուցակ կկազմեք եւ ձեր գործունեության համար եւ առևտրի համար, դա կարող է լինել։ Նաեւ այդ օրը հանդիպում շփում կունենաք ոչ ուժային կառույցի մարդու հետ, ուշադիր եղեք պետավտոտեսուչների հետ կապված։ Նաև սա ինչ-որ մեկն է, որ ձեզ կաջակցի, կօգնի, այստեղ չի բացառվում նաև պայմանագիր եք կնքում, ձեր պաշտոնն են բարձրացնում։ Նաև ինչ-որ հեղինակություն է այստեղ փոխվում, բարձրանում, լավանում, որտեղ այստեղ ձեր ինչ-որ կամ հեղինակավոր մարդկանց շրջապատում եք լինելու եւ այնտեղ ինչ-որ մարդկանց հետ ինչ-որ պայմաններ կապեք, պայմաններ կնքեք։ Այդպես նաև կարող է լինել։ Եվ սա առաջ խաղացում է պաշտոնը, եթե դուք այնպեսի տեղում եք աշխատում, որ հնարավոր է, ապա այո։ Դա նաև ինչ-որ մեկը կարող է մտնել ձեր կյանք, ավելի այդպես առնական, ավելի կոմպետական աշխատող կամ ոստիկան, այդպես եւ ձեր կյանքում նոր իմաստ ստանա, ձեր կյանքը նոր իմաստավորվի, նաև դուք կարող եք լինել ավելի իմաստուն, որովհետեւ ինչ-որ մի կարգավիճակ է փոխվում ձեզ մոտ։ Եվ եթե հանդիպեք պետավտոտեսուչի, ապա սա եւս, ասում եմ, մի քիչ ավելի իմաստուն եղեք, ավելի հասու մոտեցեք այդ հարցին եւ կկարողանաք լուծել, որպեսզի այստեղ ձեզ վրա շտրաֆ չգրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, բայց սա տարվա ծնված ցուլերն է, այս ցուլն է, որ մարդկանց մոտ խառնում է ամբողջը իրար։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 11-ին։ Այստեղ տան հետ կապված հարցերով կզբաղվեք, տուն կմաքրեք, տուն կհավաքեք, գուցե առիթ է, տղամարդու առիթ է եւ հավաքվում եք բոլոր հարազատներով, նաեւ կարող է լինել պետական աշխատողներ ձեր տանը, ձեր շրջապատում կամ որտեղ որ գնաք։ Այստեղ կարող տուն եք գնում, տուն եք վաճառում, տեղափոխվում եք, այստեղ ինչ-որ մարդիկ են ձեզ օգնում։ Տեսնենք ով է այս տղամարդը, ում հետ կարող եք հանդիպել, շփվել։
գումարի հետ է կապված, կամ դուք եք իրեն գումար տալու, կամ ինքն է ձեզ գումար տալու, միգուցե նաև տնօրենն է եւ ձեզ աշխատավարձ է տալիս։ Բարձրացնում է, դա կարող կեսը տվել է, հետո կեսն էլ է տալիս։ Եվ այդ օրը ավելի իմաստուն կլինեք, կգտնվեք շատ ավելի լավ շրջապատում, ձեր հարազատ շրջապատում կամ պետական աշխատողների շրջապատում։ Նաև սա ձեր կյանքում նոր իմաստ գտնելն է, ավելի իմաստուն լինելն է, ավելի հասուն լինելն է, մարդը ոնց որ զգում է արդեն, որ ինքը հասուն է, ավելի մեծ է, որ իր ձև է նայում ամեն ինչին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 11-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, նա կարող է ձեր հայրը, կարող է մեկ այլ մարդ, պաշտոնավոր մարդ եւ այլն, ով է։ Ինչ որ տղայի հայրը, ձեր ընկերոջ հայրն է, ձեր ընկերոջ տնօրենն է, մենեջերն է, կամ ձեր տղայի հայրն է, հա, եթե հայրը հիմա ուրիշ եթե կամուսնացած, էլով է, հասկացանք, տղամարդիկ են, ամեն դեպս են տեսնես կուրախանակ, ձեզ ուրախություն է բերում, տեղ կարող է նաև ձեր փեսայի հայրն է, այդպես ձեր խնամին է, ձեր տղայի աներն է, մի խոսքով, ինքը տարեց է, հա, այդ մարդը ավելի մեծ է։ Եվ այդ օրը ոմանց մոտ այստեղ օձեր են, նախանձ մարդիկ, բամբասկոտ մարդիկ, ոմանց մոտ սա դուք պետք է լինեք իմաստուն, այս կամ այն հարցը ավելի լավ լուծելու համար, որովհետև այստեղ գաղտնիք է բացահայտվելու եւ դուք պետք է լինեք իմաստուն, որպեսզի կարողանաք այդ գաղտնիքը ճիշտ յուրացնել եւ ճիշտ վերաբերվել այդ լսելուց հետո։ Ոմանք այդ օրը ավելի շատ կսովորեն, գուցե քննություն շաբաթի այդ օր չկող պատրաստվել, հանձնել, բայց կարող պատրաստվել քննության։ Եթե դեռ կան, հա, ես չգիտեմ կան թե ոչ, միգուցե ուրիշ բանի համար է սա։ Ամեն դեպս ձեզ կտակ սովորելուն։ Այսքանը ձեզ համար գիրք կկարդաք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 11-ին։ Հաջողություն։ Այդ օրը հաջողությամբ կանեք յուրաքանչյուր գործ այն, ինչ որ պետք է անեք։ Հաջողություն է սպասվում ձեզ։ Տեսնենք ով է այս աղջիկում, հետ կարող եք հանդիպել կամ շփվել, կամ իր մոտ է փոփոխություն մտնում, կամ դուք եք տեղափոխվում, ձեզ օգնում է, կամ հակառակը, հա, դուք եք օգնում իրեն, որ տեղափոխվի, կամ ձեր կյանք ուղղակի փոփոխություն են ամացնում։ Մտնելով ձեր կյանք փոփոխություն է բերում, այստեղ կարող է լինել իր մոտ հղիություն, այստեղ ծննդաբերություն, կամ կան մարդիկ, ովքեր որ իրենց աուրայով մտնելով մեր կյանք, մեզ ուղղակի շատ լավ պահեր են բերում, այնպես որ նա եւս հնարավոր է։ Կամ ձեր աղջիկն է իր մոտ է փոփոխություն, նա ձեր քույրն է իր մոտ է փոփոխություն։ Եվ այդ օրը ոմանց մոտ նոր ինչ-որ մի բան է սկսվում, նոր կյանք, նոր աշխատանք, նոր հարաբերություններ, նոր բիզնես նաև, փոքր ինչ-որ մի բան է նոր սկսվող։ Ոմանց մոտ է սա հղիություն է կամ ծննդաբերություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 11-ին։ Այստեղ նոր կյանք, նոր հարաբերություններ, ընտրության առջև եք, ինչ-որ մի բան եք նորը ուզում սկսել և դեռ ընտրում եք։ Միգուցե այստեղ նոր հարաբերություններ պետք է սկսեք, մտածում եք, ընտրում եք։ Այստեղ կարող եք աջակցություն ստանալ, խորհուրդ։ Միգուցե նոր բիզնես եք ուզում սկսել և ևս էլի խորհուրդ եք հարցնում,
նոր ինչ-որ մի բանի համար ոնց որ սկսում եք դեռ կասկածել, ընտրում եք եւ խորհուրդ եք հարցնում։ Ոմանց մոտ այդ օրը հղիություն կամ ծննդաբերություն կարող է լինել, երեխաների հետ կապված որից առիթ կարող է լինել, գնաք առիթ, ծնունդ, կնունք եւ այլն։ Նաեւ ընտրության արժեվեք սա արդեն կարող է լինել եւ հագուստի մեջ եւ արդեն շատ լուրջ ընտրություն, ինչպես որ արդեն նշեցի։ Մեքենա վարելուց ուշադիր եղեք, որպեսզի չբախվեք խոչընդոտների, խնդիրների, պետարտոտեսուչի։ Նաեւ այդ օրը ինչ-որ մեկը կլինի, ով որ իրոք ձեզ կաջակցի։ Եվ այստեղ կարող ձեր երեխաները գնում են հեռու, գնում են օտար երկիր։ Եվ այստեղ ամեն մեկ ոնց որ գնում է իր ճանապարհով։ Կամ նոր բան սկսելուց ինչ որ մեկի հետ պետք է խաչվեն ձեր ճանապարհները։ Այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օցերին հուլիսի 11-ին։ Այդ օրը հարսանիքի կարող եք լինել, նշանադրության, վեճառիթի, այնտեղ զգուշ եղեք, այնտեղ կարող եք վեճ լինի, վիճեք, այստեղ շատ ճակատագրական քայլ է, ընտանիքի անդամների հետ նույնպես, ամուսին, կին, եւս այստեղ կարող եք վիճել եւ շատ ճակատագրական քայլ կատարեք, բաժանում եւ այլն։ Շատ ուշադիր եղեք, այստեղ նաև պայմանագրի հետ դա կարող կապված լինել, ինչ-որ մեկ այդ պայմանագիր եք կնքել եւ կարող եք վիճել պայմանագիրը խզել օրինակ։ Կամ ձեր հարսանիքն է, կամ գնում եք հարսանիքի եւ այնտեղ վեճ է լինում եւ վեճը այդքան էլ լավ բանի չի բերում։ Ինքնին պատասխանատվությունը ձեր ուսերին է, ձեր կողմի մարդիկ են, ոնց որ ձեր հարազատներն են վիճում։ Ձեր պատասխանատվությունը ձեր վրա է, ձեր երեխայի հարսանիքն է, ձեր առիթն է եւ այլն եւ առիթին կատարվող յուրաքանչյուր բան ոնց որ դուք վերցնում եք ձեզ վրա։ Նաեւ այստեղ ոմանց ամուսնության առաջարկ կանեն կամ հենց կհրավիրեն հարսանիքի, այդ օրը չի, հրավիրում են ձեզ հարսանիքի։ Նաեւ այդ օրը կարող եք ցիկլային ոչ է գործ անել, այսինքն նույն բանը անընդհատ անել։ Նույնը ինչ որ, ոնց որ մի բան պատվիրել են ձեզ այնց եւ անընդհատ նույնն եք անում։ Եվ կարող եք դրա համար վիճել ինչ-որ մեկի հետ, դուք ինքներդ ներսում նյարդայնանում եք անընդհատ նույն բաներն անելուց եւ սկսում եք վիճել։ Եվ այստեղ զգուշ եղեք, օրինակ, եթե տուն եք մաքրում եւ եթե այսպես մարդիկ չեք ամուսին հավաքում են, սկսում են այդպես հավաքել 4 բոլորը եւ շատ դեպքերում իրոք ինչ-որ բաներ են թափում։ Այստեղ զգուշ եղեք, օրինակ ամուսնական մատանին, օրինակ շատ կարեւորիր, կարող եք թափել։ Համար ուշադիր եղեք, եթե այդ օրը տուն եք մաքրելու, այն էլ այդպես լավ խորացված։ Դժվարություններ կան նաև հարաբերություններ պետք է հաղթահարեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար կամ պայմանագիր կնքելիս, եթե ուզում եք պայմանագիր կնքել ինչ-որ մեկի հետ։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 11-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ եք լինելու, նաև ցուցակ կարող եք կազմել, փաստաթղթերի հետ աշխատել, փաստաթղթերը հավաքել, դասավորել, սերոքս անել, կարևոր բաներ գրանցել։ Եվ այստեղ կտրուկ քայլ կարող եք անել, այստեղ ինչ-որ բան եք ստորագրում, ոմանք այստեղ կարող է սիրո հետ է կապված, բաժանման հետ է կապված, երկար մտածեք, նման բաներ այդպես ակնթարթային չեն լինում, իսկ այստեղ ակնթարթային է։ Նաև այստեղ կարող են օրինակ ձեզ նամակ գրել, օրինակ նախկին սերը կամ ինչ-որ մեկը, եւ այստեղ շատ կտրուկ արագ այդպես մտնեք հարաբերությունների մեջ, կամ սիրահարվեք, մեջապես դիմացինին, միգուցե գրելու համար, միգուցե կարող է երկար, գրում եք իրար եւ այդպես, կախված է
Միգուցե այստեղ նաև ձեր սիրելի հետ է կապված, միգուցե նեղացել եք իրարից եւ մեկ էլ հոп գրում է, լինի դա ամուսին, կին, հա, եթե թեկուզ դրսում ապրում, եթե ոնց է ամբողջ օրը իրար չեք տեսնում։ Այստեղ ուշադիր նաև եղեք սուր գործիքներով աշխատելուց։ Ոմանց մոտ այստեղ կարող է ինչ-որ բան եք ստորագրում, որպեսզի վիրահատվեք, վիրահատություն կատարեք ձեզ մոտ։ Լավ է, նվազող լուսին է, լավ է, բայց պետք է նայեք օրգաններին, կարելի արդյոք թե ոչ, ես ունեմ լուսնային ալիքում արել եմ արդեն այդ տեսանյութը, իրավունք ունեք այդ օրը այդ օրգաններին կպնել թե ոչ, եւ պլյուս պետք է հիշել, որ Մերկուրին է հետադարձ, եւ այդ քնել թույլ չի տրվում։ Բայց այստեղ լավ է ընթանալու, եթե ինչ-որ վիրահատություն, ապա լավ է ընթանալու։ Եթե ոչ, այստեղ կարող է սերը տուժել, շատ ուշադիր եղեք։ Սիրելիները տուժեն, կտրուկ քայլանեք սիրելիների նկատմամբ։ Կամ այստեղ կարող են ձեզ կտրուկ սիրո խոստովանություն անել, այսպես անսպասելի ձեզ համար կոնկրետ հենց այդ մարդուց։ Միգուցե ձեր երկրորդ կեսը ամուսինակին է, մի տեսակ ուրիշ կերպ են վերաբերվում ձեզ եւ դուք եք զարմանում։ Եվ հակառակը, դա եւս մի մոռացեք, արդեն նշել եմ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 11-ին։ Այստեղից եմ ուզում հանել և այնտեղից էլ ուզում դուրս գալ, սպասեք։ Հատ էլ հանեմ։ Այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ոյցե կնոջ հետ։ Հիմա այստեղ մի բան ասեմ։ Կա մի աղջիկ, որ հղի է և ծնողները դեմ են։ Միգուցե ամուսինը չկա, միգուցե ինչ-որ շփումից է հղիացել։ Այստեղ կարող են ձեզ ստիպել հեռացնել երեխային։ Դա մեկ առաջինը, ինչ-որ մարդկանց համար ուղղակի։ Այս մյուսների համար տեսնենք հանդիպում շփում, ոչ աղջիկա այդ ով է։ Դժվար կյանքով ապրող աղջիկ է։ Կամ ձեր կյանք դժվարություններ է բերում։ Կամ պատասխանատվություններ գցում ձեզ վրա։ Այսինքն դուք եք մեղավոր, միգուցե իր կյանքի համար, միգուցե մենեջերն է, միգուցե տնօրենն է, դուք եք մեղավոր։ Կամ այդ օր ուղղակի շատ է ձեզ ծանրաբեռնում աշխատանքով, պարտականություններով, այդպես։ Կամ պարտականությունը իրեն խնամելու հարցում։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ։ Այդտեղ նաև կարող է լինել տղաների համար ճակատագրական հանդիպում այդ աղջիկա հետ։ Ինչ որ տղայի առիթ է, ծնունդ է, միգուցե դրա համար այդտեղ կարող է հանդիպում եք, ճակատագրական այդտեղ հանդիպում է։ Միգուցե այս տղայի հետ դուրս եք գալիս դուրս այգի կամ գնում եք այգի, այնտեղ հանդիպում եք միամիտ այդ տղային, գնում եք հարսանիք, առիթ եւ միամիտ հանդիպում եք այդ տղային, այնտեղ զարմանում եք։ Եվ այդ օրը ոմանք ինչ-որ նոր կյանք կսկսեն, միգուցե նոր հարաբերություններ եք այստեղ սկսում, չի բացառվում։ Ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, երեխաների առիթ կարող է լինել, գնաք այնտեղ եւ այստեղ ամենայն դեպս նայեք, զգուշացում ունեք սուր գործիքների հետ կապված, նա ուզում էր դուրս գալ, ես ձեռս գցեցի ուրիշ բանին, հա, ուզում էր ինչ-որ մի բան ասել, այնպես որ ուշադիր եղեք սուր գործիքների հետ կապված, կտրուկ քայլ անելու հետ կապված եւ երկար մտածեք, եթե այստեղ հանկարծ մեկը ձեզ կստիպի երեխայից ազատվել։ Երկար մտածեք, որովհետեւ դա կարմա է եւ դա շատ ամենավատ կարման է այս կյանքում։ Եվ նոր կյանք սկսելուց կարող եք շատ կտրուկ սկսել եւ անմտածված դա նաեւ կարող է լինել։ Աշխատանքից ազատվել եւ այլն եւս այստեղ կտրուկ քայլ եք անելու։ Կամ բիզնես բացել, այդպես առանց երկար բարակ մտածելու որոշում եք, որ պետք է բացեք, անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։
Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 11-ին։ Այստեղ ուշադիր եղեք, դժվար օր է շատ, դժվար օր է, խնդիրներ, դժվար։ Տեսնենք, այստեղ ինչ մանր խնդիրներ են, կորուստ տեսա նաև, փոփոխություն, այստեղ փոփոխություն է ձեզ մոտ, և այդ փոփոխությունը նաև ոնց որ պետք է ինչ-որ մի բան կորցնեք այդ փոփոխությունը ձեր կյանքում մտցնելու համար։ Ինքն իրան է գալիս այդ փոփոխությունը եւ այսպես թե այնպես տանում է ինչ-որ մի բան։ Կամ փոփոխությունը իր հետ բերում է մանր խնդիրներ։ Բնական է, հա, յուրաքանչյուր փոփոխություն միևնույնն է իր հետ ինչ-որ մի բան է բերում, հենց այնպես չի լինում դա։ Եվ եթե հղի ծննդաբերություն, այստեղ հղիություն եթե կա, շատ ուշադիր եղեք, շատ։ Հատկապես եթե դեռ փոքր է, ծննդաբերելուց էլ, եթե ձեր բժիշկը չի մոտը մի ծննդաբերեք։ Այդ օրը դժվարություններ կան, պատասխանատվություն է ձեզ վրա, եթե աշխատում եք, ապա ոնց որ այդտեղ աշխատանքն է դժվար կամ շատ է ծանրաբեռնվածություն, շատ գործ պետք է անեք, ճակատագրական ոչ է քայլ կարող անել, տեսնենք ինչ է դա։ Այստեղ կամ միգուցե ձեզ պաշտոն են տալիս, միգուցե ձեզ դիրք են տալիս և դրանով է այդպես ձեր պարտականությունները ավելի շատանում, նաև սա ձեր շրջապատն է, այստեղ ձեր շրջապատը կարծես թե այդքան է լավը չէ, ձեզ համար կարող է խնդիրներ ստեղծել ձեր շրջապատը, ձեր շրջապատում գտնվող ոչ մեկի մոտ դժվարություններ կան և դուք պետք է իրեն աջակցեք, օգնեք։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է։ Դե այստեղ լարվածություն է, բորբոքվածություն է, այստեղ կարող վիճել այդ կնոջը, այդ տարիքով կին է։ Կամ անհանգստանում եք այդ կնոջ համար։ Անհանգստանում եք, կարող է իր մոտ է ինչ որ դժվարություններ այստեղ կամ ձեր հարաբերություններում է դժվարություններ եւ այստեղ բորբոքվածություն կա այդ օրը։ Ավելի լարված եք։ Կամ այդ կինը այնպես է անում, միգուցե ձեր մենեջերն է, թե դա այդ օրը աշխատում եք, ոնց որ ձեզ հասցնում է այդ աստիճան, որ վերջում կարող եք վիճել հետը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին հուլիսի 11-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ կամ տղամարդու հետ, տեսնենք, այնտեղ ուշադիր եղեք, նայեք վեճ և բաժանում, ուշադիր եղեք, տեսնենք ով է, դե, ինչ-որ մեկի տղան է, կարող մենեջեր է, կարող է փոխտնօրեն է, ելով է տղան, հասկացանք, որ տղա է։ Կամ փաստաթղթերի հետ կապված իրար հետ, ինչ-որ փաստաթղթեր կլրացնեք, կամ կստորագրեք, կամ իր այդ նամակագրական կապի մեջ կլինեք, դա ուշադիր եղեք, կարող է լեզվակռիվ է, սա կարող է նաև կապել չունենա ոմանց մոտ։ Փաստաթուղթ եք տալիս, վերցնում, այդպես։ Կամ նոր սեր է, նոր հարաբերություն է և դեռ նամակագրական կապով եք շփվում դիմացինի հետ։ Տեսնենք վեճը, ինչ վեճը։ Չէ, կկայունանա, կնորմալանա, միգուցե հաշտվում եք, իր այդ կարող է այստեղ խոսում եք հաշտվում, և սա նաև կարող է ոմանց մոտ տուն եք մաքրում, այսինքն կարգավորում եք ձեր տունը։ Կարգի եք բերում անկյունները, կարգի եք բերում այն ինչը որ թափթփված էր, այն ինչը կարող է ամբողջ շաբաթ աշխատում եք, չեք կարող ոչինչ անել և հիմա ի վերջո լուծում եք այդ հարցը։ Կարգավորում եք ինչ-որ բան նորմալացնում եք։ Եթե հարաբերություններ, եթե վիճել եք, եթե թեկուզ այդ օրն եք կվիճեք, ապա ևս էլի կկարգավորվի, ոնց որ վիճված չեք մնա երկար։ Եվ այդ օրը կտրուկ քայլ կարող եք անել։ Նախ ուշադիր եղեք սուր գործիքներից այդ օրը։ Նաև կտրուկ քայլ կարող եք անել, որը դա կլինի անմտածված։ Սրանով նաև մարդիկ
եւ բաժանվում են եւ միանում, մարդը ուղղակի այդպես կտրուկ ոչ մի բան է որոշում եւ անում, բացում է սա, անում է սա, այսպես։ Եվ ոմանց մոտ սա վիրահատություն կարող է լինել, կամ սուր գործիքների հետ կապված ինչ որ գործողություններ կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 11-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը եւ կփորձեք կարգավորել յուրաքանչյուր բան, ինչ որ կա ձեզ մոտ, ինչ որ խանգարում է ձեր կյանքին, այդպես ամեն ինչ կոնցեր կկարգավորեք։ Նաեւ շփում շատ կունենաք ձեր մայրիկի հետ այդ օրը։ Ինչ որ բան է ձեզ մոտ, ինչ որ բան է ոնց որ չգիտեք, հա, ինչ կա, չգիտեք, չեք հասկանում հետո, չեք հասկանում, ոնց որ գաղտնի է, ոնց որ փակ է, չի երևում եւ չգիտեք հետո ինչ է լինելու։ Ամենայն դեպս յուրաքանչյուր բան ձեզ մոտ կարգավորվում է, եթե այդ օրը ինչ որ մի խնդիրներ ունեք, հա, ապա այդ յուրաքանչյուր բան ձեզ մոտ կարգավորվում է։ Ինչ որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ, կամ ունեք երկար խնամել ձեր մայրիկին, ձեր մայրիկի հետ ավելի շատ լինեք։ Նաև այդ օրը ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանք ավելի շատ գիրք կկարդան, քանի որ հետադարձ է Մերկուրին, մարդիկ այս ժամանակ վերադառնում են այն գրքին, որը նախկինում էին կարդացել, հա, հիմա նորից էլի վերադառնում են, էլի սկսում են կարդալ այդ գիրքը։ Ոմանց մոտ սա գաղտնիք է, որը կբացահայտվի այդ օրը, գաղտնիք կիմանաք։ Այսքանը ձեզ համար, ինչ որ իրադարձություններ շատ մեծ չկային։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 11-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև հեռվում ապրող մարդկանցից, եթե ձեզ ինչ-որ հարազատ ունեք դրսում է ապրում, ապա իրենցից նորություն կլսեք, լուր կլսեք, կամ այստեղ ինչ-որ գործողություններ եք անում, որ գնաք օրինակ օտար երկիր, միգուցե հանգստանալու։ Եվ այդ օրը անակնկալներ ունեք, նվերներ, լավ պահեր, յուրահատուկ այստեղ ինչ-որ տրամադրության բարձրացում, ժամադրություն ոմանք կունենան նաև ծաղիկներ նվերներ ստանում, խոսքով ինչ-որ պահեր են, այդ կարող ծնունդ լինել, որ գնում եք հավեսով, այս բավականին շատ էմոցիոնալ կլինեք, միգուցե ձեր առիթն է, ձեր ծնունդն է։ Եվ նաև ոմանք իրենց մայրիկի հետ կլինեն ավելի շատ։ Դե կախված է, մայրիկը ողջ է թե ոչ, կամ մտքերով եք իր հետ, կամ հիշում եք իրեն, կամ այդպես իր հետ եք ոնց որ ձեր էներգիայով, եւ կամ իր հետ ուղակի կանցկացնեք այդ օրը, կզբաղվեք իրենով, եւ ինչ-որ մի բան է մոտ, օրինակ ոնց որ գնում եք ժամադրության, գալիս եք, ամեն ինչ կարգին է, ուրախ եք այնտեղ, ամեն ինչ նորմալ, բայց որ գալիս եք տուն, սկսում եք վերլուծել իր պահվածքը, եթե օրինակ ծնունդի եք, եւս գալիս եք եւ սկսում վերլուծել բոլորի պահվածքը, ինչ-որ մի պահեր, որոնք եղան այնտեղ, եւ զգում եք, որ ինչ-որ մի բանը մութ մնաց ձեզ մոտ, թե ինչու օրինակ սա այսպես ասեց կամ սա այսպես արեց։ Այնպես ինչ-որ մտքերի մեջ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։